Վիրահատարանում ամեն վայրկյանն ու քայլը կյանքի գին արժեն։ Հայաստանի առաջին կին թորակալ վիրաբույժն է։ Նուրբ ձեռքերի արհեստավարժ շարժումներով կառավարում է բժշկական գործիքները։ Կրծքավանդակի պատի դեֆորմացիայի հերթական շտկումն է։ Միջին ծանրության գործիքներ են, բայց իրականում եթե իմանում ես իրենց ոնց կառավարել, ինչպես իրենց հետ աշխատել, որևէ բարդություն չի լինում։ Թորակալ վիրաբուժությունը բարդ, բայց միևնույն ժամանակ գրավիչ ու գեղեցիկ ուղղություն է, ասում է Նատալյան։ Կարծում եմ, որ թոքերը բավականին գեղեցիկ արտաքին տեսք ունեն։ Կարևորում է բուժարուի ու նրա հարազատների վստահությունը շահելը, ասում է պետք է ապահով ձեռքերում իրենց զգան։ Կարծում եմ բժշկության մեջ կապ չունի կին թե տղամարդ, յուրաքանչյուր ոլորտում աշխատելը շատ բարդ եւ պատասխանատու գործ է, բայց մեր համար մի փոքր կարծրատիպերի հետ պայքարելն է դժվար, քանի որ Հայաստանում մինչև վերջերս չկար կին թորակալ վիրաբույժ։ Ծանրաբեռնված շաբաթ, երկար ձգվող հերթապահություն, բարդ վիրահատություններ, աշխատանքից դուրս հանգստի ու ազատ ժամանակը Նատալյան արվեստով է լցնում։ Մարտիրոս Սարյանի աշխարհն է սիրում։ Սարյանից իմ ամենասիրելի նկարներից մեկն է, որտեղ գույների առատությունը ինձ թվում է ինքնին խոսում է ամեն ինչի մասին, եւ այնպես ինչպես Սարյանն է զգում գույները, կարծում եմ աշխարհում ոչ մեկ չի զգում։ Լավագույն կարծում եմ արևի համադրությունները նկատելով, ինչպես երևի Այվազովսկին նկատում է գիշերվա այդ խաղերը, այնպես Սարյանը նկատում է ցերեկային գույները։ Ունի սարյանական իր սիրելի գործերը, որոնք նրան տպավորում են ամեն այցի ժամանակ։ Քո առաջ բացվում է լանդշաֆտային մի տեսարան, Հայաստանի լավագույն տեսարաններից մեկը, բիբլիական Արարատը եւ այն գույները, որտեղ որ պատկերված են, կարծում եմ շատ տպավորիչ է։ Բժշկուհին գտել է մասնագիտությունը, աշխատանքն ու սիրելի զբաղմունքները համատեղելու ձևը։ Վիրահատությունից հետո սիրում է զբոսնել Երևանում, հանգստանում է, ամենախիտ գրաֆիկի դեպքում անգամ քայլելու համար ժամանակ գտնում է։ Մեր քաղաքը շատ գեղեցիկ է եւ ես շատ եմ սիրում, այնպես որ նույնիսկ կես ժամ 40 րոպե զբոսանքը բավականին օգնում է։ Եթե ներդաշնակ ես ինքդ քեզ հետ կհասցնես ամեն ինչ, եւ աշխատանքի մեջ, եւ առօրյա կյանքում։ Հորդորն ու խորհուրդն է կանանց։ Եթե ձեզ ինչ-որ մեկը ասում է, որ դուք ինչ-որ մի բան չեք կարող, չհավատալ, փորձել, համոզվել, որ ձեր մոտ դա կստացվի, որովհետև եթե ինչ-որ մեկի մոտ ստացվել է, մնացած բոլորի մոտ էլ կստացվի։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, լուրեր։